Տիկին Հովսեփյան, այսօր իշխանությունների օրոք ԵՄ անդամակցությունը ներկայացվում է որպես Հայաստանում որդեգրված ուղղություն, սակայն Հայաստանը չունի ոչ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, ոչ անդամակցության բանակցություններ, մինչդեռ մյուս կողմից նույն իշխանությունը թե միջազգային հանդիպումներում, թե նախընտրական ծրագրում ինքը հաստատել է այսօր ԵՄ անդամակցությունը իրական այլընտրանք չէ, Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան։ Հիմա հարցս, որն է ուժեղ Հայաստանի մոտեցումը Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ, սա հարց առաջին և երկրորդը, ինչպես է գնահատում 2025 թվականին ընդունված օրենքը և հետագա փաստացի քայլերը։ Շնորհակալ եմ, իսկապես ես կարևորում եմ այդ հարցը ու իսկապես ես ուզում եմ, որ առհասարակ այս տարիների ընթացքում պակասում էր անկեղծությունը մեր ժողովրդի հետ, սիրելի ժողովուրդ, մեր չէ, ոչ կուսակցական, բազմաթիվ վերլուծական կենտրոնների կողմից անգամ, արվող վերլուծությունների համաձայն Հայաստանը առնվազն մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ Եվրոպական միության անդամ։ Դա պարզ լեզվով եմ ձեզ հետ ուզում խոսել, որովհետև ի վերջո պետք է ձեզ դա ներկայացնենք։ Ինչու չի կարող դառնալ, որովհետև գոյություն ունեն ընթացակարգեր, հստակ ընթացակարգեր։ Հայաստանը պետք է դիմում ներկայացնի։ Ինչ օրենք ուզում եք ընդունեք, տասնյակ օրենքներ ընդունեք, դրանով Հայաստանը Եվրամիության անդամ չի կարող դառնալ։ Դիմում են ներկայացնում, իրականացվում են բանակցություններ, եթե չեմ սխալվում 33 գլուխ այդ բանակցությունները պետք է իրականացնել, Եվրամիության բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնեն դրա, և միայն դրանից հետո, այդ բանակցային գործընթացը ավարտելուց հետո, Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ։ Եթե չեմ սխալվում, անգամ կա 10 երկիր դեռևս շարքում է, որպեսզի դառնա Եվրամիության անդամ։ Եկեք ձեզ հետ անկեղծ լինենք։ Սա այն պարզ բացատրությունն է Եվրամիության անդամակցությանը, բայց Եվրոպան միայն Եվրամիության անդամակցությունը չէ։ Եվրոպական միությունը մեզ տրամադրում է բազմաթիվ գործիքակազմեր, որոնք որ մենք պարտավոր ենք տեղայնացնել, իրականացնել իշահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Եվ այն օրենքը, որի մասին որ դուք նորից խոսում եք, մեկ տողանոց օրենքը բազմաթիվ տարընթերցումների տեղիք է տալիս, որովհետև անգամ պարզ փաստ, եթե գործադիրի ղեկավարը աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում ստիպված է լինում բացատրել, թե ինչու է ընդունվել, ինչու չի ընդունվել, ինչի համար է դա, ուրեմն կա որոշակի խնդիր։ Հետևաբար մենք կողմ ենք եվրոպական ինտեգրմանը, կողմ ենք եվրոպական արժեքներին և դեմ ենք մեր քաղաքացիների հետ ոչ անկեղծ լինելուն։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ, Տիկին Հովսեփյան, այո, այլ հարց է, ինչ է եվրոինտեգրումը, այլ հարց է, ինչ է եվրոստանդարտները, առանց եվրոստանդարտների չի կարող լինել եվրոինտեգրում։ Շատ ճիշտ արձանագրումը, ավելի մասնագիտական ասեցիք, ես փորձեցի ժողովրդին ավելի մատչելի ներկայացնել։ Եվրոպական ինտեգրումը, եվրոպական ստանդարտների այստեղ բերել, տեղայնացնելն է մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելը։ Շնորհակալ եմ։ Սարգիս Խանդանյան, պատրաստվի Մարիա